Գիտեք մեր մտավախությունը ինչ էր, նայեք, ես ձեզի հիմա ասեմ, Եվրոխորհրդից հետ պահանջեցին, գիտեք, անհետքորածների վերաբերյալ այդ ամեն ինչը հետ պահանջեցին, դա արդեն մեզի ոնց որ մեսեջ էր, որ այդ երեխեքի հարցը շատ շուտով դառնալու է այս պետության համար հայտարարեցին, որ մենք գերի չունենք, մենք պահանջ չունենք եւ այլ եւ այլ։ Դե էս էլ արդեն նշանակես, որ մեր երեխեքով հիմա եթե կգաք ասի, որ ես անելու եմ նույն գործը, ոչ մի փոփոխություն չի լինելու, հարց չկա, մենք արդեն գիտենք, չես մարդը ասել է, այսինքն որ հանգարց վաղը տենանք ինչ-որ տեղաշարժ չկա, մենք կարանք չէ, տանք ասենք, բա դու մեզի եկար, այսքան մարդու մոտ ասեցիր, որ անելու ես, բախի չես անում, այդ վաղտ մենք կարանք իրան, բայց չի գալի։ Երեք Փաշինյանը ասաց, որ Աբազյանի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխի, պարոն Ղուկասյան։ Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, ես անձամբ իր այդ մի քանի անգամ հանդիպել եմ այն շուտ վախտերը, դրանից հետո իմ մուտքը արգելվել է կառավարության շենք։ Ես հասկացել եմ, որ ինքը պոտենցիալ խռոնիկ սուտասան մարդ է։ Ես ոնց կարամ հավատամ մի մարդու, որ 5 րոպեվա մեջ կարա 15-ից սուտ ասի։ Եվ հատկապես իր սուտ խոսելը երբ է դրսևորվել, ինչ պարագայում բան։ Ես հիմա ասես չեմ կարա հատիկ ասեմ, բայց շատ ասեցինք այն ժամանակները, որ մտնում ենք իր մոտ այս հարցերով, ինքն էս բաներ ասում, որ ուղղակի անհեթեթություններ էր ասում, ասենք հետո մի հատ օրինակ բերեմ, էտիա մեջս մի հատ օրինակ բերեմ, որ ծնողները գնացել էին մոտը հանդիպման, ինքը որ ասել էր, դա իր խոսքերն է, այսինքն ծնողներն են փոխանցել, որ դուք տանը ուրիշ երեխա չունեք, գնացեք զբաղվեք ձեր ողջ երեխեքով։ Ինքը մեզ ասել էր ծնողներին, որ անհետքորածների կոնկրետ հարցով, որ բան չունենք, Ադրբեջանի ղեկավարությունը ասում է գերի չունենք։ Ադրբեջանի ղեկավարությունը իրանց փոխանցել է, որ մենք անհետքորած չունենք, բռնի անհետացած չունենք ու դա այն ներկայացած փաստերը, որ մենք ենք ներկայացել, որ վիդեոներ կա, վիդեո ֆիքսացիաներ կա, որ մեր երեխեքին Ադրբեջանի զինվորը տանում է գերի։ Դա անհերքելի փաստ է, ճիշտ է, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա փաստ չի։ Իր համար փաստը նա է, որ Ալիևն ասում է չունեմ։ Դա ավելի հիմնավոր փաստ է, ավելացնեմ ասեմ ավելին, նա երթում է կերե, որ չունի։ Այսինքն այսօր Ալիևի Ալիևի երթում Ալիևի երթումը իր համար ավելի մեծ փաստ է, քան թե վիդեոները։ Ու ինքը տենց ասել է, Ալիևն ասում է չունեմ, всё, Ալիևի խոսքն արդեն իր համար դոգմա է, օրենք է։ Հիմա որ վաղ Ալիևը ասի, հորս արև Հայաստանը իմն է, պետք է ինչ համարենք, որ Ալիևը երթում կերա, որ հորս արև Հայաստանը իմն է, պետք է տանք Ալիևին։ Տենց է, այդ տրամաբանությամբ տենց է դուրս գալի։ Մի հարցել ես տամ, լուծումներից որը ձեզ համար բավարար կլինի, այսինքն ինչ պիտի լինի, որ դուք համարեք, որ ձեր պահանջները Բայց փողոցային պայքարի, չէ, գլոբալի մասին չի խոսքը, Աբազյանը վերականգնվի, եթե չվերականգնվի, մենք Աբազյանի վերականգնումին չէի շեշտում, քանի որ նորից եմ ասում, ես այդ մարդու աշխատանքը տեսել եմ, ու մենակ ես չեմ տեսել, այդ ծնողներն են տեսել, քանի գերի է եկել, դա Աբազյանի գործողություններն է եղել, ես դες չէ որ հիմա Աբազյանին մեծ արում եմ, բայց որ արել է, չպետք է էլ կներեք sense Խակակեր հավի նման պետք է չուտենք կտուսները սկսենք գեդին ասենք չենք տեսել։ Եվ որ արելը ոնց ասենք չի արել։ Եթե իր տեղակալը գա եւ հավաստիացնի, որ նույն կերպ կշարունակվի, դա ձեզ կբավարարի։ Բա իհարկե, եթե դու իր տեղակալը գա ու ինքը հավաստիացնի, երաշխավորի, որ ինքը այդ տեմպից չի ընկնի, հələ մի բան էլ ավել ոչ պակաս կանի, բա մեզի ինչ է պետք, մեզի մեր երեխեքն են պետք, մեզի ուրիշ բան պետք չի, շեշտում եմ նորից։ Առավոտվա հանդիպմանը Վարդան Վարդանյանը ինչ խոստացավ։ Ես ճիշտ ասած չեմ մոտեցել, չեմ էլ լսել իրանք ինչ են խոսացել, ազնվությամբ չեմ մոտեցել։ Ուղղակի որտեվ հասկացել եմ նույն խոսակցությունալում ինչ որ Երևանից եղել է։ Արեք ճանապարհը բացեք, սա լավ կլինի, վաղը չեմ ուսորը կտենակ, դա էլ է կտի մոմենտն է։ Բայց երեկայից ներկայացուցիչ եկավ, խոստացել է, որ հետ վերադառնա պատասխանի, հա, ձեր հարցը։ Եկավ պարոն Սանամյանը, եկավ
գնաց, բայց հələ որ նորություն չկա իրոք։ Պարոն քանի որ ազգային ժողովի դիմաց եք, հետաքրքիր է պատգամավորների իշխանական դիմատների հետ գիտեմ, որ հանդիպել եք, եղել է, որ օրինակ կան փորձեն հասկանալ Երկու հոգի եղել է, մեկը Տիկոն եկավ, Աբրամյան, մեկը երեկվային մի տեղ։ Ո՞նց։ Իշխանական Հա, չէ մի հատ էլ տղամարդ, որ մտավ ներսը հարց տվեց։ Կարնիկ Դանիելյանն էր։ Հա, ոչ մեկ մի 3 հոգի եկել է։ Իշխանականներից եկել է։ Իշխանական։ ԿՊ-ականներից ձեզ հանդիպել են։ Ոչ։ Հասկանան ձեր խնդիրը։ ԿՊ-ականները ոնց կարան մեր հետ գանը հանդիպեն։ Երես պետք է ունենան, որ գան Պարոն հանդիպեն։ Ղուկասյան, նաև որոշում կայացրեցիք ձեր մի խումբը այս պահին Հերացի փողոցը փակի 1 ժամով։ Ակցիան շարունակվի այլ փողոցների փակմամբ էլ, եթե ներկայացուցիչ ազգային անվտանգության Որ մնացած ծնողները որ միանան, որտեղ մենք ունենք 170 հոգի զինվորական եւ 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած, այլ չեմ ասում գերության մեջ տղեկի մասին, որ նրանց ծնողներն էլ աթոռներից իրանց նստատեղերը հանեն գան միանեն, то հերացին էլ կփագեմ, то Աշտոսն էլ կփագեմ, то ինչ կա կփագեմ, բայց ես իմ ուզածին պետք է հասնեմ, որտեվ նորից եմ ասում, իմ պահանջը իմ երեխեն է, ու մնացած երեխեքը, անուն իմ երեխեքի, անուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչի բան չգիտենք այդ երեխեքին ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են, այդ անորոշությունը արդեն մեզի վերել է այն հոգեկան են ամենածանր վիճակի մեջ է հասցրել որ մենք այսօր չգիտեմ ինչի ենք պատրաստ կարող է այսին մեր ծնողներից բավականին արդեն մի քանի հոգի մահացան մեր անհետ կորածների ծնողները այսպես շատ ամիսը մեկ չլինի մեկը մեռնում է չէ այտենց իրազեկման ժամանակ ինչ են ձեզ պատճառաբանում այդ ծնողները որոնք որ այսօր ներկա չեն այս ակցիային ես այստեղ տեսնողներին միշտ այդ մարդկանց եմ տենում ուրիշ մարդ գրեթե չեմ տենում մեկ լինում էր որ ասենք ԱԱԾ-ում կամ ասենք, չգիտեմ, միտեղ հանդիպում ենք, մի քանի հոգի լինում են գալիս են, որ դրաժը չենք էլ տեսել, բայց իրանք ասում են, որ մենք անուրով հիմա մարդիկ կար տարբեր պատճառաբանություններ են բերում, մեկը հիվանդ է, մեկը տկար է, մեկը փոքր երեխա ունի, մեկը տարեց մարդ ունի, ամեն մարդ մեկը փողը վերցել է չի գալի, մեկը չգիտեմ պաշտոնը վերցել է չի, ինչ իմանամ ցավը տանեմ ամեն մարդ իրան, թո ինքը իր ասու առաջ Թո ամեն մարդ, թո ամեն ծնող ինքը իր ասու առաջ, մեկ էլ իր երեխու առաջ պատասխան տա։